Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Սիրելիս, գիտես, Աստվածաշունչը իմ ու քո համար լավ բան է ասում։ Ասում է, եւ նրանք, ովքեր որ հավատացին, իշխանություն տրվեց Աստծո որդիներ կոչվելու։ Եվ ինձ ու քեզ, որ հավատացել ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, իշխանություն է տվել Տիրոջ զավակներ կոչվելու։ Ամեն։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Ողջունում եմ նաև մեծ համացանցով դիտողներին, Տերը ձեզի շատ օրհնի, դու Տիրոջ զավակն ես, եթե հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսին։ Կողքինիդ մի հատ օրհնության խոսք ասա օրհնված եղնես ու նստեք Տիրոջ քաղցր ներկայության մեջ։ Հալելույա, օրհնված եղնեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, օրհնված եղնեք սիրելի փառաբանության թիմ ջան։ Փառք Հիսուսին, հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա, դու օրհնված ես։ Հալելույա, ես էլ եմ օրհնված։ Օրհնված եմ քեզանով, օրհնված եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառահեղ ներկայությունով, օրհնված եմ, որ այսօր պատիվ ունեմ եւս մեկ անգամ կանգնելու ձեր առաջ ու կիսվելու Աստծո խոսքով։ Օրհնված եմ, որտեղ Աստծո խոսքը ասում է ամեն ժամանակ ուրախ եղեք, օրհնեք Տիրոջը, ամեն։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Այսօր մի խոսք կա, որով որ ուզում եմ կիսվեմ, շատ կարևոր ու արդիական խոսք է, ու գիտես, երբ որ մենք նայենք մեր կյանքերը, երբ որ մենք սկսենք քննել մեզ, սկսենք նայել Աստվածաշնչի պատմություններին, Աստծո խոսքին ու մի թեմա կա, որին որ ես կուզեմ, որ այսօր մենք խոսանք, մենք որ մեզ քննենք, կհասկանանք, որ ժամանակ առ ժամանակ հիմա չէ, հավատում որ հիմա մենք դրանից արդեն վեր ենք, բայց ժամանակ առ ժամանակ այդ իրավիճակների հետ առնչվել ենք։ Ժամանակ առ ժամանակ մենք մեր կյանքում հանդիպում ենք մարդկանց, ովքեր որ այդ իրավիճակի մեջ են, ու ես ու դու սիրելիս պետքա փորձենք նման մարդկանց համար հանդիսանանք որպես օրհնություն ու հանդիսանանք մեկը, ով որ կփորձի Տիրոջ խոսքով մարդուն այդ իրավիճակից հանելու։ Ամեն։ Գիտես, ես շատ եմ լսում մարդկանցից, ասում են, որ մարդիկ ասում են, դե Աստված ամեն ինչ կանի, Տերը ամեն ինչ կանի։ Սիրելիս, Աստված ամեն ինչ անում է, բայց ես ու դու դրա մեջ գործակից ենք։ Ես ու դու Տիրոջ ձեռների մեջ գործիքներ ենք, ու միջոցով որ Աստված այդ ամենը անում է։ Ամեն։ Աստծո խոսքը, երբ որ հասավ հայերին, մարդու միջոցով հասավ։ Ամեն։ Առաքյալները եկան ու Աստվածաշունչը, Աստծո խոսքը բերեցին ու մեկնեցին, որ մենք այսօր առաքյալների մասին խոսում ենք, որ Աստված գործում է, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գործը, գործ կառակելոցը, երբ որ շարունակվում է մարդկանց միջոցով, որ Աստված շարունակում է գործ կառակելոց գործը մարդկանց միջոցով։ Ամեն։ Դրա համար ես կխնդրեմ, որ երբ որ այս թեմայից կխոսանք ու առհասարակ, երբ որ խոսում ենք Աստծո խոսքից, ես շատ եմ լսել, որ ասում են, ես ոչ մի բան չեմ արել, ինչ արելա Տերն է արել։ Տերն է անում, բայց փառք Հիսուսին, որ Տերը քեզ օգտագործել է քո միջոցով այդ բաները անելու համար։ Ամեն։ Դու դրա մեջ բաժին ունես, դրա համար երկնքում վարձք կունենաս։ Այսօր խոսքը վերաբերվում է նախանձին։ Ու այսօր տենում եմ, գիտեք, շատ ընտանիքների հետ եմ խոսում, անկեղծ եմ ասում, իմ սիրտը ցավում է, երբ որ ես խոսում եմ ընտանիքների հետ, քույր ու եղբայրների, հարազատ եղբայրների, ու մի կարևոր բան եմ հասկանում ու կարևոր բան, որ այն ինչը որ հնուց կար, այն ինչը որ այն հին ժամանակներում կար, ինչի համար որ եղբայրը եղբորը սպանեց, հարաբերություններ են քանդվում, ոչ մի բան չի փոխվել, այսինքն սատանայի գործելավոճը չի փոխվել։ Ինքը այդ նույն նախանձը բերում է մարդկանց մեջ, ու ինքը հենց այդ նախանձը մարդկանց իրարից բաժանում է, սիրելիս։ Նախանձը կհիշես, նախանձը մարդկանց իրարից բաժանում է։ Նախանձը մարդուն դրտում է սպանության, նախանձը մարդուն դրտում է չարագործության։ Դրա համար այսօր այս թեման վերցրել եմ, ու քանի որ ես իմ ծառայողական ընթացքում շատ ընտանիքների, շատ մարդկանց հետ եմ շփվել, ընկերների, մտերիմ ընկերների հետ, ու գիտեք, երբ որ խոսում ես իրանց հետ ու հասկանում եմ մի հատ կարևոր բան, մի բան, որ մարդիկ դատարել են իրար հետ շփվելու, հարազատները դատարել են իրար հետ շփվելուց, որովհետև մեկը մյուսին նախանձում է։
ու չել հասկացել, որ փոխանակ կանգնի այդ նախանձի Դևինեսի հաջող նախանձ, ասելա բարև նախանձ։ Ու այսօրվա խոսքը դենց է վերնագրել եմ, բարև նախանձ։ Փառք Հիսուսին, դու այստեղ ես։ Հալելույա։ Սիրելիս, Աստվածաշունչը, երբ որ կարդում ես, արեք իրար հետ սկսենք Ծննդոց գրքից, հա։ Ես այդ տեղը չեմ կարդա, բայց այդ պատմությունը մենք բոլորս անգիր գիտենք։ Պատմությունը անգիր գիտենք ու այդ պատմությունը առաջին մարտասպանություններ երկրի վրա։ Պատկերացրու առաջին մարտասպանություններ երկրի վրա, որ արմատը նա ես կտենաս, որ նախանձներ։ Գիտես, Աստծո խոսքը ասում է, որ երկու եղբայրներ Կայենը եւ Աբելը զոհաբերություն պատրաստեցին ու երկուսն էլ իրենց զոհը բերեցին, տեսեք, երկուսն էլ իրենց զոհը բերեցին եւ Տիրոջ առաջ մատուցեցին։ Աստվածաշունչը ասում, Աստծո խոսքը ասում է, որ Աբելը ընտրեց գառներից, ինքը գառնարած էր հովիվեր, ինքը ընտրեց հովիվներից գառներից ներողություն, ինքը ընտրեց գառներից արնդրանիկներին ու պարարտներից, հա, ընտրեց ամենալավը, ու այդ ամենալավը բերեց Տիրոջը զոհաբերեց։ Ու Աստծո խոսքը ասում է, եւ Կայենը ինքը հողագործ էր, ու ինքն էլ բերքից, այդ դաշտի հողից, այդ պտուղներից բերեց ու Աստծուն զոհաբերեց։ Ու գիտեք, Աստվածաշունչը ասում է, որ Աստված մտիկ տվեց, Աստված նայեց Աբելի զոհաբերությանը, բայց Կայենի զոհաբերությանը մտիկ չարեց։ Ու այստեղ Կայենի մոտ մի հատ sense կինո է սկսում, տանանանա, այ մեղավորը Աբելն է։ Ինչ արեց չարեց, այս թոտոլ գառը արեց, այս փարտամ գառը արեց։ Թե ասա մի հատ հիվանդ կաղ կամ բան գառ չուներ, վերջը աղբերը տեմ, ինչի բերեց իրենց Աստծո առաջ սևերես արեցիր։ Ու ստեղից sense սատանան գալիս է ասում է բարև Կայեն, ես նախանձն եմ։ Արի մի քիչ իմ մասին քեզի պատմեմ։ Ու գիտեք, երբ որ նայում ես Աստվածաշունչը, երբ որ կարդում ես պատմությունը նայում ես, մեծ կարևոր բան ես հասկանում։ Սիրելիս, ես ինքս այդ ամենը հասկացել եմ ու այդ հայտնությունը ստացել եմ, ուզում եմ այդ հայտնությունով կիսվեմ։ Նույնիսկ եթե Աբելը չգար ու գառը չզոհաբերեր, Աստված մեկը Կայենի արած զոհաբերությանը մտիկ չէր տալու։ Խնդիրը ոչ թե Աբելի մեջ էր, ոչ թե Աբելի արած զոհի մեջ, ոչ Աբելի արած զոհը ընդհանրապես այդտեղ կապ չունեին։ Խնդիրը հենց Կայենի ու Կայենի արած զոհաբերության մեջ էր։ Ու ավելին ասեմ, ոչ թե զոհաբերության, այլ սրտի դիրքի մեջ, թե ինքը ինչի համար էր այդ զոհը արել, թե ինքը ինչ զոհ էր մատուցել։ Հավաքել էր, ասում է, դաշտի բոլոր բերքից ու բերե զոհաբերություն էր մատուցել։ Բայց ոչ թե ամենալավը, ոչ թե շապատներով տանջվեմ, չգիտեմ, պատկերացրեք sense, այս ամեն ինչը ունեմ, ես աշխատել եմ, ես այս ամենը արել եմ, ու հիմա պետք է այս ամենալավը, հա, պետք է տանեմ տամ Աստծուն, չէ, Աստծուն հրես էսի կդամ, թող այս ամենալավը մնա։ Բայց Աստվածաշունչը, երբ որ խոսում է Աբելի արած զոհաբերության մասին, ասում է Աբելը անդրանիկներից ամենալավերից ամենալավը բերեց ու տվեց Աստծուն։ Սիրելիս, ու այստեղ Աստվածաշունչը, երբ որ կարդում ենք, ես ու դու մի հատ բան ենք հասկանում, երբ որ Աստված եկավ խոսեց Կայենի հետ, երբ որ Կայենը գլուխը կախեց, գիտեք այդտեղ ինչ տեղ ունեցավ, նախանձներ եկե։ Սկսեց նախանձելը, հա, լավ Աբել տղա, ես քո հետ տունը կխոսամ, կգնանք եսա, իրար հետ կխոսանք, ու գիտեք, նախանձը ծնեց չարություն, նախանձը ծնում է չարություն, սիրելիս, ու հենց որ չարությունը ծնվեց Կայենի սրտում, Տերը եկավ, ասավ, խի ես գլուխդ կախե, ինչ է կարծում, Տերը չգիտեր ինչ է կատարվում, հստակ գիտեր, ասեց, ինչ ես գլուխդ կախե, խի ես գլուխդ կախե, չէ որ եթե բարի լինես, կբարձրանայ, չէ որ եթե դու բարի եղնես, կբարձրանաս, սիրելիս, ուզում եմ ասեմ, նախանձը ծնում է չարությունից ու մարդը բարությունից գնում է դեպի չարության, չարությունից էլ սպանության, ու մենք տեսանք ինչ տեղի ունեցավ աշխարհի վրա, երկրի վրա, Տիրոջ ստեղծած երկրի վրա առաջին մարտասպանությունը, ու ոչ թե սովորական մարտասպանություն, այլ եղբայրասպանություն, սիրելիս,
Այսօր, երբ որ կարդում ենք, այսօր մենք ընդհանրապես, եթե ուզում ես իմանաս, հեչ էլ հեռու չենք գնացել Կայենի ու Աբելի ժամանակներից, ընդհանրապես հեռու չենք գնացել, որովհետև հենց այդ նույն նախանձի դևը սպանում է եղբայրների հարաբերություն, քանդում է ընտանիքներ, քույր ու եղբայրներ իրար հետ չեն խոսում, ծնող զավակ իրար հետ չեն խոսում։ Գիտես, ուրեմն երկու աղբորկին բարով տեկերգին երկու տեկերգին իրար հետ չեն խոսում։ Գիտես ինչի համար, ինչի պապատ, այդ ոնց եղա, որ պապատ այն մի աղբոր համար կարար կվարձիր առներ 3 սենյականոց, ինչի մեզ 3 սենյականոց չարավ, հետո ինչ ենք որ մեզ 2 սենյականոց առե մի հատ է ջիփ։ Այնտեղ կռիվը գնում է, որ ինչի 3 սենյականոց չէ 2 սենյակ, իսկ այնտեղ ասում է ինչի հերդ քեզ էլ ջիփ չարավ, մենակ այն աղբորը տարավ։ Ու գիտես, եղբայրների մեջ մի հատ sense բան է տեղի ունենում, չեմ մեղադրում կանանց, հանգարտ չասեք, համացանցով դիտողներ ջան, հանգարտ չասեք, այս երկու տեկերդինների մեջ կռիվ ես գցում։ Կռիվ չեմ գցում, ուղղակի երևույթի մասին եմ խոսում, որ այդ խոսակցությունների պատճառով եղբայրները, որ մի ժամանակ իրար հետ էին ուդում, մի ժամանակ իրար հետ էին քնում, մի բարձի վրա են քնե, մի գդալից են կերե, իրար հետ տուրու դմպոց են արե, իրար հետ չգիտեմ, նույն հակուսն են իրար հետ հակե ու այսօր նախանձի պատճառով իրար հետ չունեն։ Գիտես, երբ որ ամեն նոր տարի մեր հայերը sense բան ունենք, չէ, ադատ ունեն, գալիս են դուրսը Ռուսաստան աշխատում են, նոր տարվուն բոլորը հավաքվում են ու պարտադիր պետքա գնան պապայենց տուն։ Պապայի ու մամայի նոր տարին շնորհավորելու։ Ու երբ որ գնում են պապայի ու մամայի նոր տարին շնորհավորելու, sense նայում ես ու ասում ես վայ ձեզ, սիրելիս ոչ մեկին չեմ մեղադրում, չեմ դադապարտում։ Ուղղակի ուզում եմ, որ ես ու դու այսօր մտածենք, թե մենք ինչքան ենք թույլ տվել այդ նախանձին եղբայրների մեջ, բան սարքելու, եղբայրների մեջ կռիվ գցելու, ընտանիքները քանդելու։ Ու մեկ էսենց մի հատ բան է տեղ ունենում։ Ու սկսում են պատմել, հա, դե էսի սենց արեց, ու մի պատմություններ են պատմում, փորձելով իրանց արտարացնեն, թե իրանք ինչի են նախանձում։ Սիրելիս մի հատ հարց տամ, ոնց կարելի է նախանձը արտարացնել։ Նախանձից հրաժարվել է պետք, դա սատանի դևերից մեկն է։ Դիվային է, դրանից հրաժարվել է պետք, դրան հակառակ կենալ է պետք։ Դրանից հրաժարվել է պետք, որովհետև ասում եմ, նախանձի պատճառով երկրի վրա տեղի ունեցավ առաջին մարտասպանությունը։ Ոնց կեղներ, մեկին մի քիչ շատ են գովացել, մեկին մի քիչ շատ սիրեցին, այն մեկին մի քիչ քիչ սիրեցին։ Այն մեկը այնքան լավն է, իրան շատ են սիրում։ Այնքան լավն է, որովհետև ինքը հազարավորների է սպանել, իսկ Դավիթը սպանել էր բյուրավորներին։ Սավուղի մեջ նախանձ ընկավ։ Ինչա թե լսեց մի հատ արտահայտություն, որ ժողովուրդը, երբ որ պատերազմից հետ եկած եկան, մի հատ բան լսեց։ Սավուղը հասարների սպանեց, Դավիթը սպանեց բյուրավորներին։ Ոնց թե ուրեմն Դավիթին լսիր ինչ ասեց, նախանձ եկավ ասավ բարև Սավուղ, լսիր ինչ ասեց։ Լսիր, դու պատկերացրու, դու հագավոր տղա ու քո փոխանակ ասեն, պատերազմը Դավիթը հաղթեց, Սավուղը հաղթեց, եկել են ասում են, Սավուղը հազարների հաղթեց, Դավիթն էլ բյուրավորների։ Ես գիտես, sense մի հատ բան եմ մտածում, եթե այդ ժամանակ Սավուղը կանգներ ասեր հաջող նախանձ ու ուրախանար, որ իրանից հետո եկողը ավելի զորավոր է, քան թե ինքը, ես մտածում եմ Աստված մի գերբնական մի հատ հզոր բան կաներ, երբ որ Սավուղը ապաշխարեր, երբ որ Սավուղը փոխանակ ուրախանար Դավիթի հաջողություններով, ուշադիրես, եւ փոխանակ Սավուղը ուրախանար Դավիթի հաջողություններով, չասեր թե ոնց թե ժողովուրդը ասեց, թե Դավիթը բյուրավորների հասպան է։ Սիրելիս, գիտես, ես նայում եմ այս իրավիճակներին ու մի հատ կարևոր բան եմ ասում, մի կարևոր բան ասեմ, իմ համար ես ոնց եմ հասկանում։ Թող ինձ ասեն, եղբայր քո միջոցով հազարավորներ են փրկվել։ Թող իմ միջոցով հազարավորներ փրկվեն, բայց ինձանից հետո բարձրացող ծառայողների միջոցով բյուրավորներ ու 100 հազարավորներ փրկվեն։ Փառք Հիսուսին։
Ես դրա համար ուրախ կեղնեմ, ես դրանով կուրախանամ, որտեվ ես դրա մեջ իմ բաժինը ունեմ, ես դրա մեջ իմ բաժինը ունեմ, հա, որ կան ծառայողներ, որոնց կյանքում, որ ես պատիվ եմ ունեցել, Տերը շնորհքար է, որ իրանց կյանքում եղնեմ, հանդիսանամ որպես օրինակ, ու իրանք նենց են բարձրացել, որ ինձանից մեծ ու ինձանից զորավոր բաներ են անում, ու ես հավատում եմ ու հրճագում եմ դրա համար, որ դենց բան է եղնելու Հիսուսի զորավոր անունով։ Հալելույա, փառք Հիսուսին։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Դու ինչ-որ բան ստանում ես։ Հալելույա։ Երբ որ Աստվածաշունչը կարդանք, մի տեղ կա, մի շատ հետաքրքիր պատմություն կա, ու այսօր ճիշտն ասած Աստվածաշունչից շատ տեղեր են վերցրել, բայց մեծ մասը կպատմեմ։ Շատ մեծ մասը կպատմեմ։ Պատկերացրու մի բան է տեղի ունենում։ Երկու կին, ստեղ տեկեր կին չեն, էլի, իրանք երկու կին են, երկուսն է մի մարդու կին են։ Երկուսն է մի մարդու կին են։ Տեկեր կին չեն, ուշադիր ես։ Մեկի անունը Փեաննա է, մեկի անունը Աննա։ Մեկի անունը Փեաննա, մյուսի անունը Աննա, ու մի բան է տեղի ունենում։ Այս Փեաննան, հիմա իրանց անունից կխոսամ, հա, պատկերացրու։ Փեաննան կանգնում է, Աննան ասում է. Տենում ես, ես ինչ լավ երեխեք ունեմ։ Հենց մեծից նայ, հենց փոքրից նայ։ Ես չգիտեմ, ես հենց տենում ես ինչ լավ երեխեք ունեմ։ Տենում ես Աստված ինձ ինչ կանավորն է։ Երևի Աստված ինձ շատ է սիրում։ Դրա համար էլ ինձ շատ օրն է։ Դրա համար ես երեխեք ունեմ, դու չունես։ Ու այստեղ հիմա պատկերացրեք, այստեղ Աննան է կանգնած, ու Աննայի դիրքը, Աննայի պատասխանը, երբ որ կարդաս կտենաս, որ Աստվածաշունչը ինչ հստակ է խոսում, առաջին թագավորացում է այդ պատմությունը, Աննան ասում է. Իմ խնդիրը Փեաննայի հետ չի։ Ես Փեաննային չեմ նախանձում։ Ես չեմ նախանձում, բայց իմ սիրտը ցավում է, որ ես որպես ամուսնացած կին երեխա եմ ուզում ու նորմալ է, որ ես ամուսնացել եմ ու երեխա ունենամ։ Դրա համար ես խնդրում եմ լսի իմ աղոթքը ու ինձի երեխա տուր։ Ուստի ոչ միտեղ դու չես տենա, ինչի ինքը ունի ես չունեմ։ Ինքը ընդհանրապես ոչ մի բան Փեաննայի մասին չի խոսում, չնայած որ Աստվածաշունչը ասում է եւ Փեաննան շատ էր գրգռում, գալիս էր ասում էր, «Պես, տես, ես երկու երեխա ունեմ, դու չունես»։ Տենում ես, ես ինչ երեխեք ունեմ, բայց դու չունես, բայց Աննայի դիրքը, Աննայի սրտի դիրքը ասում է, աղախնիդ, աղոթքը լսի ու ինձ մի արու զավակ տուր։ Նորմալ բան ա ուզում։ Նորմալ բան, ու գիտես, քանի որ չէր նախանձում, Աստված զավակ տվեց, հետնել մարգարե, փառք Հիսուսին։ Հալելույա։ Բարև նախանձ։ Բարև նախանձ։ Սիրես, գիտես ինչ կան ա եղել իրավիճակներ, որ բաներ եմ լսում, պատմություններ, ինչ որ բաներ, ու սենց ուզում եմ հասկանամ, ես հիմա այս իրավիճակում, այս մարդու համար ուրախանում եմ, թե նախանձում եմ։ Փառք Աստծու, ոչ մի նախանձ չեմ գտել, բայց կար ժամանակ, այն որ Պողոս ասում է, բայց երբ որ մանուկ էի, երբ որ հոգևոր չէի, ես հասկացա, որ նախանձում եմ։ Սիրելիս, ուզում եմ քեզ ասեմ, նախանձ մարդը մարմնավոր է։ Ուշադիր ես, նախանձ մարդը հոգևոր չի, ես չեմ ասում, Աստծո խոսքն ասում, ես ինձանից այդենց համարձակ բաներ չեմ ասի։ Աստվածաշունչը հստակ շեշտում է, որ նախանձ մարդիկ, իրանք մարմնավոր մարդիկ են։ Հալելույա։ Նախանձ մարդը հոգևոր չի։ Առաջին Կորինթացիս 3-րդ գլուխ 3-րդ խոսքից կկարտանք, որովհետև տակամին մարմնավոր եք, վասզնի տակավին նախանձ եւ կռիվ եւ բաժանություններ կա ձեզանում, չէ որ մարմնավոր եք եւ մարդկորեն եք վարվում, որովհետև երբ որ մեկն ասում է ես Պողոսն եմ եւ մյուսը Ապողոսը, չէ որ մարմնավոր եք։ Ասում է, քանի որ դու ձեր մեջ նախանձ կա, քանի որ այդ նախանձի պատճառով կռիվներ են եղնում, քանի որ այդ նախանձի պատճառով բաժանություններ են եղնում, ուզում եմ ձեզի մի հատ բան ասեմ, ես չեմ ասում, Աստծո խոսքն է ասում, ու Պողոս առաքյալը ասում է, ուզում եմ ձեզի մի հատ բան ասեմ, դուք մարմնավոր եք, դուք հոգևոր չեք։ Գիտես տեղ ինչ է տեղ ունենում։ Խոսում է ժողովրդի մասին, որ ասում է, այ ես որ եղնեի, սենց կեղնեի, այ իմ մտածելակերպը սենց, այ ես սենց կանեի։ Իսկ այստեղ էս մյուս խոսք ասում է, այ երբ որ ես եղնեի, ես սենց կանեի։ Երբ որ խոսում
խոսում են Պողոսականների ու ապողոսականների մասին, Աստծո ծառայողների կամ ծառայությունների մասին, ու Աստծո խոսքը ասում է, Պողոս առաքյալը ասում է, դուք հոգևոր չեք, դուք մարմնավոր եք։ Նախանձ մարդը սիրելիս չի կարա հոգևոր եղնի, նախանձ մարդը չի կարա սթափ մտածի, որովհետև նախանձ մարդու մեջ կա չարություն, սիրելիս նախանձը ծնծնում է չարություն։ Առաջին Թեսաղոնիկեցիս, չէ, ներողություն։ Հակոբոս 3-րդ գլուխ 13-րդ խոսքից։ Առաջին Հակոբոս 3-րդ գլուխ 16-րդ խոսքը կներեք, որովհետև ուր որ նախանձ եւ կռիվ կա, այնտեղ անկարգություն եւ ամեն չար բան կա։ Տենց է գրված։ Որովհետև ուր որ նախանձ եւ կռիվ կա, այնտեղ անկարգություն եւ ամեն չար բան կա։ Հալելույա։ Պատկերացրու մի հետաքրքիր պատմություն։ Երկու եղբայր իրար հետ մի տան մեջ ապրում են, իրանք ոչ մի խնդիր չունեն, ամեն բան իրանց կյանքում, ամեն ինչ իրանց կյանքում նորմալ է, հանգարց մեկին գովում են, մեկին փնովում։ Հանգարց մեկին գովում են, մեկին փնովում։ Գիտեք, ես ինքս որպես ծնող եղել է իրավիճակ, երբ որ ես ուզում եմ երեխուս մի քիչ տեղը դնեմ, հանդարտացնեմ, ասում եմ, այ դու շատ վատ ես քեզի պայում, այ շատ վատ ես քեզի պայում, այս որ քեզի քուրիկ կամ աղբեր ծնվի, այ իրան կառնենք, քեզի չեն կառնի, գիտես ինչ ասում, всё, я обиделся на вас։ Ես նեղացա ձեզանից, ես վիրավորվեցի, գիտես ինչի համար, որովհետև ոչ թե ինքը իրան պետք չի, քույրիկ ու աղբեր ընդհանրապես հետաքրքիր չեն, մի ժամանակ ինքը երազում էր, որ քույրիկ ու եղբայր ունենա, բայց հիմա որ մտածում է, որ հանգարց կարող է papan ու maman քույրիկին կամ աղբորը իրանից շատ սիրեն, դա արդեն իր պլանների մեջ չի մտնում։ Չգիտես ինչի է իրան դուր չի գալիս, ու գիտես ուզում եմ քեզ մի հատ բան ասեմ, կային եղբայրներ, ավելին ասեմ, շատ էին, շատ էին, 12 աղբեր էին, ավել։ Հանգարց մի հատ փոքր աղբեր կար, ու այդ փոքր աղբերներից մեկը սկսեց, չգիտեմ, երազներ տենալ, ոնց եղավ դառավ papai լուբիմչիկը, papan իրան ավելի շատ էր սիրում, ավելի շատ տեղ էր տալիս, մեկ էլ սկսեց երազներ տենալ, ու սկսեց երազներ տենալ ու պատկերացրու մի հատ բան է տեղի ունենում, երազ տեսնող աղբորը ծախեցին։ Արեք իրար հետ մի հատ տեղ կարդանք Աստվածաշնչից։ Ծննդոց 37-րդ գլուխ 10-րդ խոսքից եւ իր հոր եւ իր եղբայրներին պատմեց։ Երազն է պատմում, ով Հովսեփը։ Եվ իր հայրը հանդիմանեց նրան եւ ասեց նրան. Այսինչ երազ է որ տեսել ես, միթե ես եւ քո մայրը եւ քո եղբայրները իրավ գալու ենք, որ մինչեւ գետին քեզ խոնարհություն անենք, եւ եղբայրները նախանձեցին նրա վրա, բայց հայրը պահեց այն խոսքը։ Ստեղ երկու կարևոր բան է ասում։ Հայրը հանդիմանեց, բայց շարունակության մեջ ասում է, բայց պահեց իր խոսքը, որովհետեւ գիտի իր տեղենով է։ Բայց պահեց իր խոսքը եւ շարունակությունը ավելի ցավալի ասում է, բայց եղբայրները նախանձեցին նրա վրա, նախանձեցին, գիտես ինչի համար, հələ դու սրանն այ, 3-1 այսօր 2 եկելա այնպես բաներից է խոսում, փոխանագասին էս ինչ լավ է, Աստված այս 12-ից մեջից մեկին ընտրելա, որբիզի ինքը դառնա իր համար մեր համար օրհնություն, հա, ու շարունակությունը տեսեք որտեղ է գրված, Գործք առաքելոց 7-րդ գլուխ։ Մեծ կարևոր բան, 7-րդ գլուխ 5-րդ խոսքից։ Եվ նահապետները նախանձելով Հովսեփի վրա ծախեցին Եգիպտոս, եւ Աստված նրա հետ էր։ Եղբայրները նախանձելով աղբորը ղրգին աշխարհ գնա դու մեզի պետք ես, բայց Աստված իր հետ էր։ Սելիս արևոդի կանգնենք։
չենք վերջացնում։ Ուղղակի Տերիցը բան ունեմ ասելու, ուզում եմ իրար հետ հռչակենք։ Ինչ ուզում ա եղնի, ինչ իրավիճակ ուզում ա եղնի, ինչ ձև նախանձը կգա ու քեզ կասի բարև ես տեղ եմ ու կփորձի քեզի գրգռի, որ դու եղբորը ծախես, կանգնի ասա, սատանա, քեզի մարդ չունենք տալու, փառք Հիսուսին։ Ինչ ուզում ա եղնի, ասա, ես մարդ չունեմ քեզ տալու, Հիսուսի զորավոր անունով, ինչ խնդիր ուզում ա եղնի, ինչ հարձակում ուզում ա եղնի, ինչ ձև կփորձի աշխարհը քեզի գայտակղի, ինչ նախանձ, ինչ ձև կմոտենա նախանձը, որբիզի քեզ քո աղբոր դեմ տանի, կանգնի ասա, ես մարդ չունեմ քեզ տալու, ես քոնը չեմ եւ քեզ էլ մարդ չունեմ տալու Հիսուսի զորավոր անունով, հալելույա, փառք Հիսուսին։ Կարակ նստեք սիրելիներս, ինչ ուզում ա եղնի, ես քեզ մարդ չունեմ տալու, ինչ ուզում ա եղնի, իմ եղբոր համար, ինչքան էլ ինքը գլուխ գովան եղնի, ինչքան էլ չգիտեմ ինքը իմ համար տարօրինակ եղնի, ես չեմ նախանձում իրան, ես ուրախանում եմ իմ եղբոր հաջողություններով, տեսեք Աստվածաշունչը ինչ է ասում, ինձ ու քեզ է ասում, գիտես չէ, ինձ ու քեզ է ասում, Ժողովուրդ 4:4-ը իմաստուն մարդն է ասում, եւ ես տեսա բոլոր աշխատությունները եւ բոլոր հաջող գործերը, որի համար մարդս նախանձում է իր ընկերը, սա էլ է ունան եւ քամու աշխատանք։ Տես ինչ կարևոր բան ասում, ասում է ես տեսա այդ բոլոր աշխատանքները եւ բոլոր գործերը, կարաս ասես բոլոր բարի գործերը, բոլոր հաջողված գործերը, բոլոր հաջողված գործերը, ասում է ես այդ ամեն ինչը տեսա ու գիտես մի հատ կարևոր բան էլ է ինքը ասում, Աստծո խոսքը կարևոր բան է շեշտում, ասում է որի համար մարդը նախանձում է իր ընկերոջը, մարդը նախանձում է իր ընկերը, սիրելիս, ընկերոջդ հաջողությունների համար ոչ թե նախանձի, այլ ուրախացի ընկերոջդ հաջողություններով, եղբորդ հաջողություններով ոչ թե նախանձի, այլ ուրախացի իր հաջողությունների համար։ Գիտես շատ մարդկանց հետ եմ շփվում, շատ մարդկանց ճանաչում եմ, նույնիսկ մանկությունից ու հարցնում եմ, ասում եմ, եղբայրներից մեկին տեսել եմ, ահագին ժամանակ է իրան գիտեմ, հարցնում եմ աղբորից, եղբայրդ ոնց է, որովհետև երբ որ ես եկել էի Ռուսաստան, այդ ժամանակ իրանց հետ ծանոթացել էի, խոսում եմ 2007 թվականի մասին, մոտավորապես արդեն 18 տարի, երբ որ եկել էի Ռուսաստան, իրանց երկու եղբայրների հետ ծանոթացել եմ ու ասեմ, ու մենք իրար հետ միասին աշխատում ենք, հարցնում եմ, եղբայրդ ուր է, ոնց ես, ասում եմ, տեղյակ չեմ, գործերը լավացել է։ Գործերը լավացել է, ու չգիտես ինչի մի հատ սենց խառը բան է տեղ ունենում։ Ու կողքից կան մի քանիսը։ Հա, ճիշտ է ասում, հա, դենց է։ Գործ կառակելոցը գիտեք ինչ է ասում, Գործ կառակելոց 17-րդ գլուխ, 4-րդ խոսքից։ Պողոսն ու Շիղան ավետարան են քարոզում, հրեաներին ավետարան են քարոզում, և նրանցից ոմանք հավատացին և Պողոսեի և Շիղայի հետ միացան և աստվածավախ հույներից էլ շատ բազմություն և գլխավոր կանանցից էլ ոչ սակավ։ Հիմա խնդրեմ ուշադրություն դարձնես 5-րդ խոսքը, բայց չհավատացող հրեաները նախանձելով և փողոցում մի քանի անպիտան մարդ առնելով աղմուկ արին և քաղաքի մեջ շփոթություն էին շինում։ Ասում է հրեաներից մարդիկ կային, ովքեր որ նախանձում էին, ասում է փողոցից մի քանի անպիտան մարդ կդան, գիտես ինչի համար, շուխուրենելու համար, որ տեսեք այսեն շուխուր կա, այսենց մի քանի անպիտան մարդ, որ ընդհանրապես այդ ամեն ինչի հետ ընդհանրապես կապ չունեն, փողոցից են առե, գիտես ելես ուզում եմ ասեմ, որ գալիս ես Տիրոջ տուն, այդ
փողոցի մտածելակերպը պետք է թողես։ Այդ փողոցի այդ ամեն ինչը պետք է թողես, որ Աստվածաշունչը կարդաս, հասկանաս, որ այս խոսքը քեզ չի վերաբերվում, որովհետև դու փողոցի անպիտան մարդ չես, դու Տիրոջով սրբված ես, փառք Հիսուսին։ Հավաքվենք, շուխուրենեն, պատմություն սարքեն, գնան, շարունակությունում ասում է, գնացին ընդեղ, որտեղ որ Պողոսն ու Շիղան բնակվում էին։ Հələ գնանք, տենանք, ուրա Պողոսն ու Շիղան ուրա հավաքվել են, մի քանի անպիտան մարդ են վերցրել նախանձից։ Մարդիկ, ովքեր որ նախանձում են, հավաքվել են, գնանք, չգիտեմ, գնում են եղբոր տուն, Հասունեի տուն, գնում են Հասունեի տուն, ուրա Պողոսը, ուրա Շիղան, ստեղ չի, դարի քեզի տանենք մարդկանց մոտ, ու մեղադրանքն է գիտես ինչներ, որով ու մեղադրում էին այդ եղբորը, ում տուն, որ Պողոսն ու Շիղան մնացել էին, որ դարձի է եկե, Քրիստոսին է Տեր ու Փրկիչ ընդուն է։ Հալելույա։ Նախանձ մարդը կյանքում չկայացած ու չհաստվածված մարդն է։ Կայանալու ու հաստատվելու համար նախանձ մարդուն Հիսուս Քրիստոսն է պետք։ Ոչ թե նախանձել, այլ Հիսուս Քրիստոսը։ Առակացը խոսում, առակաց գիրքը, որ կարդաս, այնտեղ մի հատ բան է ասում։ Առակացի 14:30-ը, որ նախանձը փդություն է ոսկորներին։ Ում ոսկորներին, նախանձող մարդուն, նախանձը փդություն է ոսկորներին, չէ դե ոնց կեղնի, բայես, բամեր ազնիվ ցեղը, հալելույա, նախանձ մարդը ստախոս են, նախանձ մարդիկ ստախոս են, Հակոբոս 3:13, ով է ձեզանում իմաստուն և խելացի, թող իր բարի վարկով ցույց տա իր գործերը իմաստության հեզությունով է, ասում է, այդ որ դու կանգնում եք, ասում եք, ես իմաստուն եմ, ես խելացի եմ, ես որեղն է սենց կանեի, ես որեղն է սենց կանեի, ասում է, այդ ամեն ինչը ասելու փոխարեն ձեր բարի վարկով ու հեզությունով էդի ցույց տվեք, մի ասեք, բարի վարկով ու հեզությունով ցույց տվեք, շարունակությունը, բայց եթե դառն, նախանձ եւ հակառակություն ունեք ձեր, որտեղ բարձր ասա, ձեր սրտումը մի պարծեցեք եւ սուտ մի ասեք ճշմարտության դեմ։ Հալելույա։ Սերից պատկերացնում ես նախանձ մարդը միշտ ճշմարտության դեմ է։ Որովհետև ուր որ նախանձ եւ կռիվ կա, այնտեղ անկարգություն եւ ամեն չար բան։ Հալելույա։ Դու ստեղ ես։ Հալելույա։ Փառք ես Տեր։ Մի ժամանակ առաջ մի զույգ էր եկե, որ խոսեինք։ Մի զույգ էր եկե, որ խոսեինք իրար հետ, խնդիր ունեին ընտանիքում։ Պատկերացնում ես, ամուսիններ են, մեկը մյուսին նախանձում է։ Չեն էլ հասկանում, որ իրար նախանձում են։ Ու բացատրում ես, փորձում ես սենց խոսաս, բացատրես։ Ու գիտես, այս եղբայրը Աստվածաշունչը վերցրել ու ինչ կան
ինչ կան տեղ կա նախանձի հետ կապված, այդ բոլոր տեղերը չի ալարե, բոլոր տեղերը հատարատ գրելա ու եկելա ու իրար են ուտում, արդեն համարյա հասելա բաժանության եզրին, եկելա իրար են ուտում, որ Էնի ասում է դու ինձի ակինը ասում է դու ինձի նախանձում ես, ասում է չէ ես քեզի չեմ նախանձում, դու ես ինձի նախանձում ու Աստվածաշունչը վերցրի ու փորձում է ասենց կնոջը բացատրի որ չէ դու այս տեղը սենց ես արել, իսկ Աստվածաշունչը ասում է որ դու նախանձես։ Ասի կներես էլի մի հատ քեզ հարցնամ, դու Աստվածաշունչը խի ես կարդում։ Ինչի ես դու Աստվածաշունչը կարդում։ Խի ես դու Աստվածաշունչը կարդում։ Ես ամենը որ գրել ես, չես հիշում դրա համար ես գրել, որ գրեմ հանգարց չմոռանամ որ ասեմ, հա, դադավճիռա վերցրել եմ, ես ինչ գլխի, ես ինչ հոդվածով դու դադապարտվում ես սրան։ Ես ինչ գլխի, ես ինչ խոսքով, ես ինչ հոդվածով դու դադապարտվում ես սրան։ Ես ինչ գլխի, ես ինչ հոդվածով դադապարտվում ես սրան։ Ինչ կան նախանձի մասին տեղ կա վերցրել ես, ինչի համար։ Ու գիտես ինքը իր այդ վարկին որ նայում ես, բարի վարկին, որ ինչի մասին որ խոսում էր, Աստվածաշունչը ինչի մասին որ խոսում է, առաքյալ ինչի մասին որ ասում է, եթե չես նախանձում, քո բարի վարկով ցույց տու, քո հեզությունով ցույց տու, եթե իմաստուն ես, դու խելացի ես, դու ամեն ինչ գիտես, դու Աստծո խոսքը անգիր գիտես, քո բարի վարկով ցույց տուր, բայց եթե չէ, ասում է մի արի ճշմարտության դեմ սուտ խոսա, մի արի ճշմարտության դեմ սուտ խոսա, պատկերացնում ես Սատանեն ինձանից ու քեզանից լավ գիտի ճշմարտությունը, ամեն, ինձանից ու քեզանից լավ գիտի ճշմարտությունը, ու ինքը գալիս է ինձանից ու քեզանից, ինձ ու քեզ ճշմարտության խոսքով, ուշադիր ես Աստծուց մի հատ Աստվածաշնչից մի հատ հատված է վերցնում ու փորձում է ինձ ու քեզ ճշմարտության խոսքով հանի ճշմարտության դեմ ճշմարտությունից մի հատ խոսք է վերցնում, սարքում է իր համար դոգմա ու հանում է ինձ ու քեզ ճշմարտության դեմ, որպեսզի ես ու դու փորձենք մեր Տեր Աստծուն, որպեսզի ես ու դու նախանձենք, հա էլի, տեսար ինչ եղավ, ոնց թե, տեսար ինչ եղավ Կարեն, տեսար ինչ եսավ քեզ։ Մի հետաքրքիր օրինակ կա վկայություն։ Թորը գալիս է ասում է, տատի դու Աստվածաշունչը խի ես ամեն օր կարդում, 100 տարեկան ես արդեն։ Կուզեի բեմի վրա այդ ամենը ցույց տայի, տեսողական, որ լավ հիշենք, բայց այս պահին այդ հնարավորությունը չունենք, դրա համար կվգայեմ, որպես խոսքով կվգայեմ։ Ասում է, տատ, խի ես այդքան կարդում, ամեն օր կարդում ես, որ կարդում ես հիշում ես։ Սերից մարդ կա, որ Աստվածաշունչ ամեն օր կարդում է։ Փառք Աստծուն, փառք Հիսուսին։ Հիմա հարց եմ տալիս, ամեն կարդացածդ հիշում ես։ Ինչի համար ես կարդում։ Կարդում ես, որ իմանաս տակ, որ հանկարծ այս բանը հարցնեն, այս բանի պատասխանը տամ, հա։ Կարդում ես ինչ, որպես օրենքի գիրք, որ քո համար Աստվածաշունչը ինչ քրեական օրենսգիրք, հա, որ մարդուն դատապարտես։ Ինչի համար ես կարդում։ Տադը սենց հետաքրքիր պատասխան է տալի թորին։ Բալես, այնտեղ մի հատ զամբյուղ կա։ Զամբյուղի մեջ կարտոֆիլ կա։ Այս զամբյուղը վեկալ իջի առվից ջուրլից բեր, պաղաղբյուրից։ Դուրս արի են մեր բաղջի տակով իջնում է, զամբյուղից ջուր վերցրու, զամբյուղով ջուր վերցրու արի։ Թորը վերցնում է զամբյուղը, դե տադին բանը ասե։ Գնում այդ զամբյուղը սենց վերցնում է ջուրը, մինչև վազելով գալի հասցնում է տադի մոտ, զամբյուղի մեջ ջուր չկա, սենց նայում է, տադը ասում է գնա մի հատ է բեր։ Մի 4 անգամ, 5, 6 գնում բերում է գալի ասում է այ տատ, մի հատ բան ասեմ, անիմաստ է էլի, ոչ մի կատիլ ջուր չի հասնում ստե, ասում է բալ է զամբյուղը որ տվեցի ձեռդ հիշում ես ինչ տեսք ուներ, ինչ կեղդոտ էր, բայց ամեն անգամ, երբ որ դու տանում խփում էիր այդ արվագի մեջ, ամեն անգամ այդ ջուրը այդ զամբյուղը մաքրում էր։ Սելիս, երբ որ ես ու դու ամեն օր կարդում ենք Աստծո խոսքը, այդ կենտանի ջուրը լցվում է իմ ու քո մեջ ու ամեն օր մաքրում է։ Ամեն։ Թող Աստծո խոսքը ինձ ու քեզ ոչ թե հալելույա։
Թող Աստծո խոսքը լցվի իմ ու քո ներսը, որպեսզի անընդհատ ամեն օր ես ու դու մաքրվենք, որ լցվենք Աստծո խոսքով։ Հիմա ասես այդքան որ լցվենք կպայտենք, սիրելիս չենք պայտի, կմաքրվենք։ Երբ որ լցվես Աստծո խոսքով, թույլ տվեք թող Աստծո խոսքը ձեզի մաքրի։ Որ Աստծո խոսքը կարդում ես ու լցվում մի հատ բան ես հասկանում, մի խոսք, հələ մի վարքյան չհասկացա։ Այս նախանձը խի է մնացել իմ մեջ ոսկորներս փդացնում։ Ես ուզում եմ 100 տարեկանում եմ վազեմ, հոգևոր վազքի մասին եմ ասում, որ չլինի թե ասեն լավ էիր վազում, ինչ եղավ քեզ, որտեվ նախանձ եկավ ասեց, բարև, ես նախանձն եմ, արի ծանոթանանք իրար հետ, ուրեմն տեսած չէ ինչ արեց։ Նախանձը գալիս է քո, ուզում մի բան հասկանանք ես ու դու, ինքը գալիս է սկսում է իր մասին պատմել։ Ուշադիր ես։ Նախանձը գալիս է ու ինքը սկսում է իր մասին պատմել։ Երբ որ գալիս ասում է, տեսար, փաստորեն դասատուն Լուսոին ավելի շատ է սիրում, քան թե քեզ։ Ու Լուսոին սկսում է ասես թարս նայել։ Լուսոին շատ է սիրում, բայց Լուսոնը թե կապ չունի։ Լուսոն կապ չունի, սերես։ Նախանձն է եկե բարևում քեզ։ Ասում է բարև նախանձ։ Ես նախանձն եմ։ Ու դու ստեղ պետք փոխանակ ասես բարև նախանձ, այլ պետք ասես հաջող նախանձ։ Գնա ու էլ չերևաս, փասափուսե հավաքի էլ ստեղ չերևաս։ Էլ ստեղ ընդհանրապես չերևաս։ Ամեն, փառք Հիսուսին։ Երբ որ եղբայրները իրենց եղբորը ծախեցին, աղբերը թե մեղք չուներ։ Որն էր աղբոր մեղքը, որ պապան իրան շատ էր սիրում, թե որ Աստծուց ընտրված էր։ Բայց ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրենք այն խոսքի վրա, երբ որ առաքյալը խոսում է, գործկառակելուցը խոսում է, երբ որ եղբայրները ծախեցին Հովսեփին, մեգա ինչ ձև նախանձես, չնախանձես, հաջողած օրնված մարդուն, որ դու նախանձես, քո նախանձը իրան չի վնասում։ Գիտես ինչի, որտեղ Աստված իրա հետ է, փառք Հիսուսին։ Նախանձը վնասում է նախանձողին, չեմ ասում ինձ ու քեզ, որովհետև ես հավատում եմ, որ ոչ ես, ոչ դու նախանձ չենք։ Նախանձը վնասում է նախանձողին։ Ու եթե ինչ-որ մի տեղ կա, ինչ-որ մի իրավիճակ կա, որ դու սենց իրավիճակի մեջ քեզ կբռնես, քեզ կգտնես, որ այս ինչ տեղը ես նախանձել եմ, չասես բարև նախանձ, ասա հաջող նախանձ։ Գնա էլ չերևաս, փասափուսե հավաքի ուղիղ կրակի լիճը։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Հալելույա։ Դորնված ես։ Լավ, բա ինչ անեմ։ Տեր, բա ոնց անեմ ես։ Չէ որ այս ամեն ինչ որ իմ շուրջը կատարվում է, այս ախր անարտար է, էլի չի կարա էս սենց եղնի։ Լրիվ անարտար է։ Ուզում եմ քեզ ասեմ, աշխարհում արտարություն չկա, արտարությունը մենակ Քրիստոսի մեջ է։ Ամեն։ Աստծո խոսքը ասում է, թող մենք բոլորը սխալ եղնենք, Քրիստոսը ճիշտ։ Ամեն։ Ու իրականում էդի տենց է, մենք բոլորս կարանք սխալ եղնենք, բայց Աստված միշտ ճիշտ է։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Եվ վերջի տեղը կկարտամ ու մենք միասին աղոթք կանենք։ Խնդրեմ ոտի կանգնես։ Լավ, բա ինչ անեմ։ Ոնց անեմ։ Հիմա չեմ կարա չնախանձեմ, չեմ կարա չբամբասեմ։ Հնար չկա, եթե հանկարծ սիրելիս նախանձը գիտեք, չէ, ծնում է բամբասանք։ Նախանձը ծնում է բամբասանք։ Որ հանկարծ չբամբասեմ, սիրտս կկանգնի։ Ոնց անեմ, որ չբամբասեմ։ Ինչ անեմ չբամբասեմ։ Ուզում եմ քեզ մի բան ասեմ, մինչև տեղը կարտալը։ Բամբասանքը տուն է քանդում, սիրելիս։ Բամբասանքը տուն է քանդում ու ավելի ահավոր է տղամարդու բամբասանքը։ Գիտես ինչի համար, որովհետև Աստված տղամարդուն ստեղծել է որպես քահանա ու տվել է հոգևոր իշխանություն։ Դրա համար վայ բամբասող քահանաներին, դա ավելի ահավոր է, դա անեց կա իր տան վրա։ Ու այստեղ մի հատ կարևոր բան, լավ, բա ոնց չնախանձեմ։ Ինչ անեմ։ Տեր ջան, բա քո կամքը որն է։
Առաջին Թեսաղոնիկեցիս 5:16 ամեն ժամանակ ուրախ եղեք։ Կարաս ուրախ եղնես։ Կարաս ամեն ժամանակ ուրախ եղնես։ Ախր նենց ասենց մռմռացնում որ գալիս է չգիտեմ են Փեհանայի նման գալիս ասում է տենում ես ես ինչ երեխեք ունեմ, տենում ես ես ինչ ասենց որ սաղ ներսը տագնու վրա եղնում։ Կարաս այդ ժամանակ ուրախ եղնես։ Կարաս ասես լսի այնքան ուրախ եմ որ դու այսքան լավ երեխեք ունես, որ ինքը որ գալիս է քեզի քո մեջ նախանց բերի, ինքը իր արածից վատը զգա, գիտես կարող է իր համար սենց նոր սկիզբ դառնա, ինչ որ նոր ստարտ, որ ասի, ես ինչ արեցի ես, էլ չեմ անելու, Տեր կներես, էլ չեմ գնալու ես մարտուն, իմ հաջողություններով պսացնեմ, գրգռեմ, ես ուզում եմ, որ դու էլ Իրանը ինքն էլ օրնված եղնի, բայց որ ասում է, տես ինչ երազ եմ տենում ես 12 բայց պապան սյոտը ինձի շատ է սիրում դու կարաս ուրախ եղնես որ պապան իրան շատ է սիրում դու կարաս ուրախ եղնես որ պապան իրան շատ է սիրում ես անկեղծ ուրախ եմ որ Աստվածաշունչը կարդաս կտենաս կհասկանաս որ մեգա Աստված ունի Աստվածաշունչը որ կարդում ես հասկանում ես կան չափից շատ օրնվածներ Այդ չափն էլ ես չեմ որոշում, Տերն է որոշում։ Կան ընդրվածներ, օրնվածներ, որ Աստված իրանց յուրահատուկ սիրում է, յուրահատուկ օրնում է։ Բա ինչ անեմ։ Էլ եմ ասում, ամեն ժամանակ ուրախ եղնես։ Անդադար աղոտ կարեք, ոչ թե նախանձեք, ոչ թե բամբասեք, անդադար աղոտ կարեք։ Հաջողությանը ասե, աղոտեք, դժվարությունների մեջ է, մի ուրախացեք իր դժվարությունով։ Գիտես ով է ուրախանում, երբ որ եղբայրը դժվարության մեջ է, նախանց չկայացած, չհաստատված մարդը։ Ուրախանում է, երբ որ իր եղբայրը դժվարության մեջ է, երբ որ իր եղբայրը օգնության կարիք ունի, այդ ժամանակ փոխանակ գնան օգնության ձեռնեկն են ասում են, ահա, տեսար, ես գիտեի, վերև Աստված կա։ Ու վերևի Աստված ասում է Ես իր հետ եմ, իր դժվարության մեջ, բայց քեզի չեմ ճանաչում։ Քեզի չեմ ճանաչում։ Դուք ծախեցիք 12-ով ինչ ան, 12-ով մեկի ախից գալ ինչ էր, ոչ մի բան։ 12-ով մեկի ախից գալ ինչ է, ոչ մի բան։ Կարդանք, մի տեղը կարդանք, որ հավաքվան չհավատացող հրյաները։ Այնքան հետաքրքիր է գրած, ասում է եւ չհավատացած հրյաները նախանձելով դուրս եկան փողոցից մի քանի անպիտան մարդ առնելով հելան աղմուկ շինեցին մի քանի անպիտան մարդ հավաքելը պրոբլեմ է ընդհանրապես պրոբլեմ չկա որ հավաքես ու ցույց տաս հա տես ինչ է արի գնանք ում տուն որ Պողոսն ու Շեղան եկել էր արի գնանք իր ախից գանք ընդհանրապես խնդիր չկա բայց ուզում եմ իմանամ որ հենց այդ պահին Աստված այ հենց ում հախից որ գնում ես գալու իր հետ է Այ հենց իր հետ է, որ գնում եմ, այսա գնամ իր ախից գամ, Աստված հենց իր հետ է, հենց իր հետ, բայց նախանձ մարդուն ասում է լսի, ես քեզ չեմ ճանաչում, ես քեզ չեմ ճանաչում, հիշում եք ինչ ասեցինք, հիշում եք որ ասենք մենք մարդ չունենք սատանային տալու, մեր Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսը ասավ ես մարդ չունեմ սատանային տալու, ուզեմ ասեմ, որ հանգար չասեք հով ջան ես ինչ ասեցիր, բա ոնց են մարդիկ գնում դժողք, մարդու ընդրությունն է, մարդն է անդրում դժող գնալը սիրելիս, ինքն է անդրում, որտեղ Տիրոջ խոսքը, Աստծո խոսքը ասում է Տիրոջ կամքը չի ամբարիշտի կործանումը, ես չեմ ասում, Աստծո խոսքն ասում, մարդն է անդրում, որ գնա դժողք, մեր Տեր Հիսուս Քրիստոսին ասում էին մեղավորների ու մաքսավորների ինգեր, նախանձ մարդիկ էլ էին, այդ նախանձ մարդիկ մտնում էին այդ մեղավորների մեջ, որ Աստված Տերը խոսում է, Տիրոջ խոսքը գալիս է, որպեսզի մարդը փոխվի ու շատիրես, որ լցվի ու ասի, ես էլ չեմ ուզում նախանձեմ, ես էլ չեմ ուզում բամբասեմ, սելիս թույլ մի տվեք, որ նախանձը գա, ասի բարև, նախանձ, ծանոթանա, էլ ասա հաջող, նախանձ, Փառք Հիսուսին, ամեն ժամանակ ուրախ եղեք, անդադար աղոտ կարեք, ամեն բանի
մեջ գոհացեք։ Դες ես ինչքան հաջողակ եմ, փառք Աստծո, որ դու հաջողակ ես։ Ոչ թե ինչի ինքը ունի ես չունեմ, փառք Աստծո, որ դու հաջողակ ես։ Փառք Աստծո, որ դու օրհնված ես։ Փառք Աստծո, որ Աստված քեզի առաջնորդում է։ Փառք Աստծո, որ դու այս ամեն ինչ ունես։ Փառք Աստծո, որ հիվանդ չես։ Փառք Աստծո, որ ընտանիք ունես։ Փառք Աստծո, որ առողջ երեխեք ունես։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Որովհետև սա է Աստծո կամքը ձեզ վրա Քրիստոս Հիսուսումը։ Փառք Հիսուսին։ Որն է քո կամքը, Տեր։ Որն է քո կամքը, որ ամեն ժամանակ ուրախ եղնես, անդադար աղոտ կանեք, ամեն բանի մեջ գոհանաք, որտեղ սա է Աստծո կամքը։ Ուզում եմ հարցնեմ, նախանց մարդուն տեսել ես ուրախ։ Սիրելիս, նախանց մարդ ուրախ չի, նախանց մարդը գիտես երբ է ուրախանում։ Երբ որ ում որ նախանցում է, այդ մարդը անհաջողության մեջ է, այդ ժամանակ է ինքը ուրախ։ Ու չգիտի ինքը ում է դա ուրախ։ Այդ ուրախությունը Տերիցը չի։ Այդ ուրախությունը Տերիցը չի։ Հալելույա։ Քան զորավոր Աստծո ներկայություն կա։ Խնդրեմ բառաբանության թիմը գա։ Հալելույա։ Հալելույա։ Երբ որ նախանձի դևը գալիս է ու սկսում է իր մասին պատմել, ինքը պոզով ու պոճով չի գալիս, ինքը չի գալիս ասում, տեսար, ես նախանձն եմ, նայ, չգիտեմ, ետ տաբլիցայով կամ դոշի մեդալը կախած կա, որ ասի, ես նախանձն եմ, չէ, ինքը դենս չի գալիս, իրելիս, ինքը լրիվ ուրիշ ձև է գալիս, ինքը գալիս է, սենց, ատորը վերցնում է, կարեկից, չգիտեմ, սրդացավ ընկերոջ նման նստում է կողքդ, ասում է ոչինչ, ոչինչ եղբայր, ոչինչ քույրիկ, ոչինչ, քո ժամանակն է կգա, հələ դու ուր ես, հələ դու տես ես ինչ ենք անելու, դենց է գալիս ինքը, գիտես խեմը դենց ասում, ահագին ժամանակ առաջ, եկել էր, ատորը դրել էր կողքս, ասում էր ոչինչ եղբայր, ոչինչ, ու փորձում էր սենց բաներ խոսալ, ոչինչ եղբայր, ոչինչ, գիտես, ու Տերը տալիս է իմաստություն, գիտես, ոչ թե բամպա իրա հետ դեսկուսիայի մեջ մտնելու, այլ որ սեն շուրգաս ու ասես լսի, ուրեմն ես ատորը դվեկալ, ունենց մի հատ գնա, որ աչքիս չերևաս, որովհետև իմ սրտի մեջ մի հատ ատորի տեղ կա ու այդ ատորի վրա մի հատ թագավոր կա նստած, որի անունն է Հիսուս Քրիստոս, ուրիշ ոչ մեկ չի կարա իր ատորը վերցնի, գա նստի իմ կողքը ու փորձի ինձի թելադրի, մենակ Տերն է, Տիրոջ ատորն է իմ սրտի մեջ դրած ու ինքը ընդեղ որպես թագավոր է, հալելույա։ Ու Աստված թագավոր է, ուրիշ ոչ մեկ իր ատորը թող չվերցնի, գա նստի քո կողքն ասի, ոչինչ եղբայր, ոչինչ քույրիկ, հեսա կտենաս, ոչինչ, հեսա, ու պապան մի 10 տարուց կմեռնի, այդ ժամանակ աղբորդ հախից կգաս, հիմա պապայից վախում ես, պապան կա, աղբորդ կամ քրոջը հախից չես գալիս, հեսա պապան կմեռնի, դու իր հախից կգաս, բայց ուզում եմ քեզ ասեմ, իմ ու քո հայրը երբեք չի մեռնում, ինքը հավիտյան է, հանգար չխաբնվես, չթողես այդ այլանդակը գա ու փորձի քեզի ինչ-որ այդ փապուկ բարձ դնի գլխիտակ, որ ոչինչ, ես այդ հարցերը կլուծենք, ոչ մի հարցը չի լուծվի, միակ հարց լուծողը որ կա, այդ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, ոչ մեկ չի կարա հարց լուծի, սիրես ուզում ես քեզ մի հատ բան ասեմ, Սատանան չի կարա քեզի դժող խրգի, ուշադիր ես, չունի այդ իշխանությունը քեզի դժող խրգելու, որտև այդ իշխանությունը հորն է տված,
դժոխք հայրն ա ղրգում, սադանեն չի ղրգում, ուշադիր ես, հենց այդ նույն սադանին, այդ նման մարդկանց հետ, իրա ժողովի իրար զորքի հետ, հայրն ա ուղարկում ծծումբը, կրագի լիճը, վերջում, որ կարտաս կա, հասկանաս, որ ինքը ընդհանրապես իշխանություն չունի քեզի դժող ղրգելու, ինքը ընդհանրապես լավ առաջարկներ ա բերում, շատ լավ գայթակղիչ առաջարկ, իրա դևերին սենց ուղարկում ա, որ գան, իմ ու քո կյանքը սենց թունավորեն, փոխանակ սիրով, ուրախությունով, հավատքով, կյանքով լցված եղնենք, լցված ա մարդը չարությունով, ադելությունով, նախանձով, ու ամեն անկարգ բաներով, էսի աշխարհում էս ամեն ինչը կա, էս ամենը աշխարհը լցված է, աշխարհում էս ամեն ինչը լցված է, բայց երբ որ դու վերցնես են երեխու նման Աստծո խոսքը, վազես, ոչ թե բերես, որ տատին բան աբացուցես, որ հրեստես, ես կարամենեմ, այլ վերցնես Աստծո խոսքը, վազես գետը, որպեսզի վազես կենտանի Աստծուն, են կենտանի ջրերը վազես, որպեսզի քեզի մաքրի, անընդհատ, դու պատկերացրու, չգիտեմ, չեմ պատկերացնում, ինչ գույն զամբյուղ կարա եղնի, բայց ես վստահ եմ, որ այդ ինչ գույն զամբյուղ էլ ուզում ա եղնի, որ լցվի ամեն օր, լցվի Աստծո խոսքով, գիտես ինչ ա եղնելու, արժանա լինելու ճերմակ հանդերձներին, ճերմակելու է, փառք Հիսուսին, հալելույա, ու ողջ եկեղեցին ասեց, ամեն, հաջող նախանց, կարաս ասես հաջող նախանց, մնաս բարով, չենք տեսնվի, ոչ թե ցետեսություն, այլ հաջող, Հիսուսի զորավոր անունով, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հալելույա։